մոլիբդինը, ոսկին, պղինձը, ում ձեռին է։ Նույն Թալանչի Սերժի Քոչարյանի տակը դրած է։ Դու այդքան միլիարդը բերի, զենք առնի, տա ինձ ես գնամ Թուրքիա աշկա անեմ, հենց հիմա։ Դկլոր հալին ո՞ց գնամ։ Հիմա չկան, Սերժը Քոչարյանը չկան։ Բա բյուջեն դատար կա, հանքնել են սորել իրանք են շահագործում։ Իշխանության ղեկին Փաշինյանը առել են, տարել են, կանատես եմ եղել, Մարտակերտում, Մադաղիսում, երեխաները։ Խոզի լապ, քալամինուտը մեկ են մի կտոր ցորեն։ Հա, այդ տենց են պահել մեր զինվորին։ Իսկ այսօր զինվորը տեսնեք ոնց է ուտում։ Ոնց, ելակ է ուտում։ Երակ չէ, պահածաներ է ուտում, լավ ճաշ է ուտում, լավ ամեն ինչ չեք հավատում։ Հենց հիմա նստեք մեքենա գնում ենք, խնդրեմ նորամանի չաստը մտենք։ Դու տես աբեդին ինչ են ուտում, ուժին ինչ, երեխաներին խոսնեք։ Իսկ իմ երեխան հաշ չի կերել, լրիվ տնից ենք տարել։ Լրիվ բատինկեքը մենք ենք տարել, շորերը մենք ենք տարել։ Շատ լավ, տրուսիկն էլ եք դուք տարել, ատամի մածուկն էլ եք դուք տարել, ամեն ինչը դուք եք տարել։ Բայց անգամ այդ բանակի ժամանակ մենք ունեինք Արցախ, մենք ունեինք անառիկ սահմաններ։ Այդ ով էր պահում, էլի մենք ենք պահում, դուք եք Քոչարյանի նավիկն է պահել, մենք ենք պահել, մենք չեղած զենքով էլ պահել ենք։ Բա եթե 2016-ին չեղած զենքով մենք հիմա պահեցինք։ սնարյադ չունենք կրակելու, ինչի 50 հատ կրակում ենք, հետևը չկա, այդ ով է կերի։ Հետևով պիտի պահի։ Պատրոն Դավոն լափել է, հին զենքերը բերելս է Հայաստան։ 2016-ին տեսա։ Միլիարդներով բյուջեն դատարկել են, որ իբր զենք եմ մեզ համար բերեմ, բայց ոչ մի զենք չեմ բերել։